կարմրուկ, կարմրախտ, հեպատիտ A, B, C։ Մարդկությանն ուղեկցող հիվանդությունների շարքը երկար է, պայքարի մեթոդները տարբեր։ Հայտնի ճշմարտություն է, ավելի լավ է կանխարգելել, քան բուժել։ Կառավարելի վարակիչ հիվանդությունների դեմ ամենաարդյունավետ պայքարը շարունակում է մնալ պատվաստումը։ Միայն թե շատ հաճախ ինքներս էլ չգիտենք, մեր օրգանիզմն ունի իմունիտետ տվյալ վարակի նկատմամբ, թե ոչ։ Մարտի 17-ից Հանրապետությունում մեկնարկել է բնակչության շրջահամաճարակաբանական հետազոտությունը կառավարելի վարակիչ հիվանդությունների և այլ արդի վարակիչ հիվանդությունների իմունիտետի գնահատման նպատակով։ Այս հետազոտությունը հնարավորություն կտա գնահատելու բնակչության շրջանում որոշակի հիվանդությունների նկատմամբ իմունիտետը, այսինքն անընկալունակության մակարդակը։ Դա կարող է լինել պայմանավորված ինչպես հետպատվաստումային, այնպես էլ հետվարակային, այսինքն ընդհանուր գործիք կունենանք գնահատեն բնակչության շրջանում այս կամ այն հիվանդության նկատմամբ ընդհանուր անընկալունակության մակարդակը հաջորդիվ արդեն թիրախային միջոցառումներ իրականացնելու նպատակով։ Նմանատիպ գնահատում հանրապետությունում իրականացվել է միայն 2022 թվականին COVID-19-ի նկատմամբ բնակչության պոպուլյացիոն իմունիտետը գնահատելու նպատակով։ Այս անգամ գնահատվող վարակների ցանկը ընդլայնված է։ Մասնավորապես կարմրուկի, կարմրախտի, համաճարակային վառոցիտի, հեպատիտներ A, B, C, D, E-ի նկատմամբ, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության, իհարկե հաջորդիվ կարող են հետազոտվել նաև այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ ըստ անհրաժեշտության։ Այս միջոցառումը երկուստեք շահեկան է, ասում է մասնագետը, պետության համար համաճարակաբանական ընդհանուր պատկերի վերլուծության, իսկ բնակչության համար սեփական իմունիտետի գնահատման տեսանկյունից։ Ունենք մոնիտորինգի գործիքակազմ եւ համաձայն այդ մոնիտորինգի տվյալների օր-օրի ակտիվանում է, պահանջարկը բարձրանում է եւ արդեն մեր սահմանված ցուցանիշներից էլ մի բան է ակտիվ բնակչությունը մասնակցում է, մոտավորապես օրական միջև 900 հետազոտություն ենք իրականացնում ամբողջ հանրապետության մակարդակով։ Բուժկենտրոններում այս օրերին ակտիվորեն շարունակվում է նմուշարման գործընթացը։ Էջմիածնի բժշկական կենտրոնում կատարվում են շրջահամաճարակաբանական հետազոտությունները, որոնք ուղղված են բնակչության շրջանում կառավարելի վարակիչ հիվանդությունների տարածվածության գնահատմանը։ Ունենք ակտիվ դիմելություն, մեզ հատկացվել է 115 սրվակ, արդեն վերցվել է 83 նմուշ, շուտով կավարտենք մեր ծրագիրը։ Հետազոտության համար հարկավոր է գրանցվել նախօրոք, հիշեցնում է բժշկուհի Հարությունյանն ու հորդորում բնակիչներին բաց չթողնել այս հնարավորությունը։ Իրականում գրանցման գործընթացն այնքան էլ բարդ չէ։ Եվ համացանցում, եւ բուժհաստատությունների պատերին կան նմանատիպ QR կոդեր, որոնց կանավորումը մեզ թույլ կտա հեշտությամբ մուտք գործել համակարգ եւ գրանցվել։ Եթե այնուամենայնիվ ունեք ինքնուրույն գրանցման հետ կապված բարդություններ, ապա բուժկենտրոններում պատրաստ են օգնել ձեզ։ Այս թերթիկը իրականում մշակվել է մեր կողմից, որպեսզի մեր թերապևտները եւ մանկաբույժները իրենց պացիենտներին ուղղորդեն կամավոր հետազոտության, եթե ցանկություն ունեն, քանի որ պացիենտը հնարավոր է իր տարածված ինֆեկցիաների կամ պատվաստումների վերաբերյալ ինֆորմացիա չունենա, այս թերթիկի օգնությամբ բժիշկը ուղղորդում է, լրացնում է եւ այս թերթիկով կամավորը մոտենում է նմուշարման սենյակ։ Այստեղ ծրագրով լրացվում է պացիենտի անուն, ազգանուն, հայրանուն, սեռ, ծննդյան տվյալներ, բնակության հասցե, հեռախոս։ Այստեղ լրացվում է բոլոր այն կետերը, որը ծրագրի կողմից պահանջվում է, որից հետո արդեն հիշում եք եւ նմուշարումը կատարում եք։ Էջմիածնի բուժկենտրոնում դիմելիությունը մեծ է, նույնիսկ աշխատակիցներն են ցանկանում հետազոտվել։ Մեր նկարահանման ընթացքում հենց բուժկենտրոնի բժիշկ Էդուարդ Ոսկանյանն էր դիմել հետազոտության համար։ Սա ոչ միայն սեփական առողջության վերլուծությունն է, այլև սոցիալական պատասխանատվության միջոցառում, ասում է բժիշկը։ Սա ոչ միայն պրոֆիլակտիկա է, սա նաև անհրաժեշտության դեպքում արունը տալու, որպես դոնոր լինելու հնարավորություն է մարդկանց կյանքեր փրկելու եւ հատկապես ծայրահեղ իրավիճակներում դա անհրաժեշտություն է։ Ծրագրին կմասնակցեն 7002 բնակիչ ամբողջ հանրապետությունից, հետազոտությունը կտևի մինչև մարտի 28-ը, իսկ պատասխանները կուղարկվեն կամավորների էլեկտրոնային հասցեներին։ Արևիկ Սարդարյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։